ով է ծախել հողը, ծախել ենք ազգովին, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին, բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրեք, այն կանայք, որոնք արդեն Facebook-ով սկսել են իրենց բայնահաճոցի իմ նկատմամբ և մնացած այլ ղեկավարների նկատմամբ, բացի զոհվածների հարազատներից նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան, ձեր ամուսինների, ձեր տղաների տեղն են ման գալու, որտեղ են եղել։ Իհարկե մի մասը եղել են առաջնագծում, իրավունք ունեն, մի մասը կռվել են։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հաթաթողներ կայացնեն իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը, նկարվելը չեմ ասում, բոլորին եմ ասում, որտեղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք, ում հարցնում եք եղել են Օմարում։ Օմարում այո շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել, մի քանի օր և շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրենց, շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել են վերականգնել դիրքերը, սելֆի անելով ազգին խաբել ենք, գտնում ենք առաջնագծում, զինվորի կարիք ունենք, այո մենք ունենք խնդիրներ, անօդաչու սարքերից պաշտպանվելու, օդից պաշտպանվելու, չգիտեմ եւ այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել եք մենակ։ Իսկ ինչի ենք վերջում զինադադար կնքել։ Ինչի ենք պարտավորված եղել, որտեղ այդ զինվորները մեր շրջափակման վտանգի տակ էին։ Երբ որ Ստեփանակերտը արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում, ուր էին կամավորականները, ուր էին մնացած մեր աշխարհազորը, ուր էին իմ հայր սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Չկար Ստեփանակերտը պահող, կային այո մի քանի տասնյակ կամ ընդամենը 1-200 հոգի, 6000-ից ավել զորքի մենք դրանով պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կիլոմետրից շրջափակում էին մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկաններին, որոնք գտնվում են Մարտունիում, Կարմիր շուկայում եւ այդպես գալիս։ Հարցրեք զինվորականներին, ով է իրենց դավաճանել։ Դավաճանել ենք ազգովի։ Օգնություն ցուցաբերել են, գոհ ենք բոլորիցը։ Դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 6-7-8 պետության դեմ։ Այո, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ զոհվածների առջև։ Խոնարհվում եմ այդ 18-20 տարեկանների, որոնք մինչև այսօր պաշտպանում են իրենց մեր սահմանը, մեր երկրի սահմանը։ Երկրի նախագահի տեղը առաջնագիծը չէ։ Հադրութ քաղաքը չէ, երբ որ 1500 հոգին փախնում էին Հադրութից, ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ, երբ որ գնացել աղաչել են, պաղատել են, որ պետք է գնանք։ Պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբավորը, որպեսզի հեշտ լինի։ Ես ստիպված եմ այսքանը ասում։ Ստիպված եմ ասում, որովհետև արդեն պառակտում ենք, մեղավորներ ենք փնտրում։ Նորից կրկնում եմ, մեղավոր ենք բոլորս։ Զորքը պաշտպանության բանակին թողել եք մենակ։ Նյութական մատակարարումը բավարար չէ։ Պատերազմի կանոններն են։ Ինչքան զոհ վիրավոր ես ունենում, գոնե այդքան պետք է համալրես։ Յուրաքանչյուր օր հարյուրավոր ընդհանուր զոհ վիրավոր էին տալիս։ Ինչքան էինք համալրում։ Համալրվածներ այսպես էր, հրաժարվում էին գնային օգնություն մեր տղաներին։ Ինչքան տղաների դիակներ այսօր ունենք առաջնագծում այդ նույն մեր երեխաների, մեր բալիկների, որտև ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։ Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ստիպված ցույց եմ տվել, մի մնացած չէ, որտև այո այդ կարիքը կար, որովհետև զգում եմ զորքը աջակցության կարիք ունի։ Իսկ վերջին օրը, երբ որ մենք ստիպված էինք, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում 1-2-300 առավելագույնը պաշտպանող ունեինք, իսկ սահմանը շատ մեծ, հարավ, արևելք, արևմուտք, միայն թիկունք հյուսիսային մասն էր, որ ունեինք պաշտպանված։ Այն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնեին Ստեփանակերտը և գերեին կամ ոչնչացնեին Ստեփանակերտում մնացած ընդամենը
այդ մի քանի 100 հոգուն։ Այո, մենք ժամանակին տարահանել ենք Ստեփանակերտը։ Ստիպված ենք, որպեսզի քաղաքացիական զոհեր քիչ լինեն։ Ինձ ասում են, ինչի ենք տարահանել, որպեսզի մեր քաղաքացիական զոհերի քանակը հարյուրավոր, հազարավոր չլինի։ Տարահանումը կապ չունի պաշտպանության հետ։ Խուճապ է առաջացրել Զորքում։ Ոչ մի հայրենասեր տղա, ոչ մի կռվող տղա խուճապի չի ենթարկել, իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է առաջնագծից, վտանգավոր տեղից, հակառակը ողջունում էին եւ իմանում էին, որ ամեն մի պայթող բանից արկից զոր չի լինելու քաղաքներում եւ բնակավայրերում։ Եվ իդեպ այդ տարահանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է մեզ հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։ Հիմա այդ նույն տարահանված ժողովուրդը դավաճաններ է փնտրում։ Դավաճան են նրանք այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պահվել Երևանում եւ այսօր մեղավորներ են փնտրում։ Նկուղներում մի նկուղը զենքը ձեռին փախնում, որպեսզի չգնային առաջնագից։ Բավարար է։ Շատ փակագծեր կարող են բացել, բայց իմացեք, դավաճանել ենք բոլորս մեր զինվորներին, չպաշտպանելով, կողքը չկանգնելով։